Հայաստանի եւ Իրանի միջև ենթակառուցվածքային եւ էներգետիկ գործակցությունը շարունակում է ընդլայնվել։ Աշխատանքային այցով Իրանում գտնվող Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման նոր ուղղությունները։ Այցի առաջին կարևոր հանդիպումներից մեկը կայացել է Իրանի փոխնախագահ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուր Մոհամմադիի հետ։ Դավիթ Խուդաթյանը բարձր է գնահատել Իրանի հետ բազմոլորտ գործակցությունը, ընդգծելով, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի հարևան երկրի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային գործակցության խորացման հնարավորությունները, նաև Հյուսիս-Հարավ ծրագրի կարևոր հատվածների իրականացումը։ Նախարարը կարևորել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը, նաև Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը։ Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուր Մոհամմադին իր հերթին ընդգծել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը շարունակում է առանցքային դեր ունենալ երկու երկրների տնտեսական գործակցության զարգացման գործում։ Այցի ընթացքում Դավիթ Խուդաթյանը հանդիպել է նաև Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հետ։ Կողմերը քննարկել են նավթագազային եւ ենթակառուցվածքային գործակցության ընդլայնման հարցերը, նաև Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալների ավելացման հնարավորությունները, էներգետիկ ոլորտում առևտրի ընդլայնման հարցերը։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գործակցության նոր ուղղություններն ու կմշակի համատեղ նախաձեռնություններ։ Իրանի նավթի նախարարը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամություն նարկատեխնիկական ու տնտեսական հնարավորությունների շրջանակում շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ եւ աջակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմանը։ Էներգետիկ գործակցության հարցերը շարունակվել են քննարկվել նաև Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիբադիի հետ հանդիպմանը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան 400 կՎ հզորությամբ երկրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքը, ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը երկու երկրների էներգահամակարգերի փոխկապակցվածության ամրապնդման, էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի մեծացման եւ տարածաշրջանային գործակցության ընդլայնման տեսանկյունից։ Օրակարգում եղել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, ներդրումային նոր նախաձեռնություններն ու փորձի փոխանակումը։ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ հանդիպմանն էլ քննարկվել են ճանապարհաշինական ծրագրերը, սպորտային ու ավիացիոն գործակցության զարգացման հեռանկարները։ Դավիթ Խուդաթյանը բարձր է գնահատել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը, նշելով, որ իրանական կողմի ակտիվ ներգրավվածությունը վկայում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերության մասին։ Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ, նաև քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը, որը կբարձրացնի սահմանային անցակետի թողունակությունն ու կնպաստի առևտրաշրջանառության աճին։ Իրանում գտնվելու ընթացքում նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է նաև իրանական Թունել Սադարիան ընկերության կողմից կառուցվող նոր թունելի շինհրապարակ եւ Թեհրան-Հյուսիս ավտոճանապարհի կառուցման կենտրոն։ Նախարարը տեղում ծանոթացել է ժամանակակից թունելաշինական տեխնոլոգիաներին, կառավարման համակարգերին եւ իրականացվող աշխատանքների ընթացքին, ուսումնասիրելով այն փորձը, որը կարելի է կիրառել նաև Հայաստանի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում։ Իրան կատարած այցի պաշտոնական մասի ավարտից հետո Խուդաթյանը այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ։ Խուդաթյանի աշխատանքային այցը Թեհրան փաստում է, որ հայ-իրանական հարաբերությունները մտնում են ավելի գործնական փուլ, էներգետիկ անվտանգությունից մինչև ճանապարհաշինություն, սահմանային ենթակառուցվածքներ եւ գազային գործակցություն։ Կողմերը ոչ միայն ամփոփել են ընթացիկ ծրագրերի իրականացումը, այլև նախանշել նոր նախաձեռնություններ, որոնք առաջիկա տարիներին կարող են էապես խորացնել երկու հարևան երկրների տնտեսական ու ենթակառուցվածքային գործակցությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։